Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Նոր ռեկորդներ է գրանցում Երևանյանոցն իր աղտոտվածության ցուցանիշներով, օրերս կենտրոնում մինչև 4, արաբկիրում մինչև 1.6 անգամ բարձր է եղել օդում առկա փոշու եւ այլ վտանգավոր մասնիկների քանակը։ Այս մասին է հայտնում հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ 2025-ի հոկտեմբերին ռեկորդային 81074 նոր աշխատատեղ ունենք, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղ են ավելացել են 30923-ով։ Այս մասին է հայտարարել էկոնոմիկայի նախարարը։ Գանք գնաճին վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ձեթը թանկացել է 18.6, մակարոնեղենը 8.2, թթվասերը 5.6, մածունը 4.8%-ով։ 2026-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա, այդ մասին հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026-ին սակագինը կլինի 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար 200 դրամ։ Անկում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ոլորտում 2025-ի հունվար-սեպտեմբերին մեր առևտրաշրջանառությունը կազմել է 14.56 միլիարդ դոլար, ինչը 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9.4 միլիարդ դոլարով կամ 39.34%-ով։ Իդեպ վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվ վերջում ֆինանսների նախարարը նոր նախագիծ է ներկայացրել կառավարությանը ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2% հետ վճար է ստանալու նույն քարտին, ինքնաշխատ եղանակով դիմում գրելու եւ այլ գործողություններ անելու կարիք չի լինի։ Որոշումը պլանավորվում է ընդունել 2026-ի հունվարի 1-ից։